Ախ, ողբերգությունը։ Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով, գրել է Փաշինյանը։ Դավիթ Գրիգորյանը Facebook-յան իր էջում գրել է. Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում, գրել է վարչապետ Փաշինյանը։ Ժողովուրդ ջան, նի վերյու, չեմ հավատում։ Այս ամենը նման է հայտնի ռուսական Կոշկին դոմ հեքիաթին, ով կարդացել է կհասկանա, թե ինչ եմ ակնարկում։ Հիմա սցենար 2։ Զույգը բաժանվում է, բոլորը մասնավորապես ընտրազանգվածը, անդադար քննարկում են, թե որը կարող էր լինել պատճառը։ Իսկ ինչու էսպես պատահեց։ Բոլորը մտքում են պահում թեման։ Աննա Հակոբյանը հայտնվում է փողոցներում միայնակ, արդեն անոնսավորել է դա։ Ինքը փորձում է աշխատանք գտնել, ավելի հասարակ կյանքով է ապրում։ Նրա հայտնի լուքերից մնացած դառնահամը հասարակության մոտ կամաց կորում է։ Ինքը դառնում է միայնակ կին, սկսում է հաղթահարել դժվարությունները միայնակ, առանց թիկնազորի, առանց կառավարական ամառանոցի եւ առանց անձնական կառավարական խոհարարի եւ ավտոշարասյան։ Մեկ էլ հանկարծ ընտրություններից օրեր առաջ հայտարարվում է, որ զույգը երջանիկ միավորվել է, եւ ուրախություն, սա ուղղակի ազդում է վարկանիշի վրա։ Նրանք միասին են, նրանք երջանիկ են, ընտանիքը վերամիավորվեց։ Շատ սիմվոլիկ կլիներ։ Իդեպ, սա իմ նշած առաջին սցենարի համեմատ, որ հավանական է ամուսնացել են եկեղեցով, ավելի ազդեցիկ կարող է լինել։ Ինտրիգն էստեղ ավելի երկար է պահպանվում, ավելի ողբերգական սկիզբ ունի եւ էլ ավելի ուժգին, բայց երջանիկ ավարտ։ Մի սցենար էլ կա, բայց սա շատ անհավանական եմ համարում, թեպետ։ Աննա Հակոբյանը կարող է հանկարծ հանդես գալ իբրև լրիվ անկախ քաղաքական ֆակտոր, ընտրությունների ժամանակ։ Ազնվորեն, էլ չգիտեմ ինչ ասեմ։ Մեկը կա հավատում է, որ այս քաղաքական տանդեմը չփլվեց 2020 թվականի պատերազմից հետո, չփլվեց երեխաների հետ կապված խնդիրներից հետո, բազմաթիվ բաներից հետո չփլվեց եւ ներկայացավ աշխարհին իբրև համատեղ քաղաքական զույգ եւ ահա, կակ նիվ չոմ նի բվալը, որոշեցին բաժանվել։ Փաշինյանն էլ դառնություն պատճառել է հիշեց։ Լավ փորձ է, 5+։